Կառավարությունը քաղաքաշինության կոմիտեին կհատկացնի 67.5 միլիոն դրամ Եվրամիության 7 նորմերի տեղայնացման համար։ Եվրոպական երկրների հաջող փորձառության, նոր տեխնոլոգիական լուծումների ներդրման անհրաժեշտությունից և մի շարք այլ պահանջներից է բխում այս նախագիծը, ասաց քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։ Հաշվի առնելով քաղաքաշինական նորմատիվատեխնիկական համակարգի ծավալուն, բազմաշերտ ու բազմապրոֆիլ լինելը, Եվրոպական նորմերի տեղայնացման գործընթացը կիրականացվի փուլերով։ Այս փուլում 2025 թվականին առանձնացրել ենք առաջնահերթ 7 ենթաոլորտներ, որոնց կիրառությունը հնարավոր կլինի առանց հակասության մեջ մտնելու գործող նորմատիվատեխնիկական համակարգի հետ։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խոսքով նախատեսվում է տեղայնացված նորմերին տալ գործող նորմերին համարժեք կարգավիճակ։ Առաջարկվում է դիտարկել հետևյալ նորմատիվ ակտերի մոտարկման գործընթացը։ Առաջինը՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ, տրանսպորտային ենթակառուցվածքներ, երկրորդը՝ երկաթուղիներ, երրորդը՝ օդափոխության, ջեռուցման, օդի լավորակման համակարգեր, չորրորդը՝ օդանավակայաններ, 5-ը՝ ավտոլիցքավորման կայանների կազմակերպում, հրդեհաշիջում, 6-ը՝ ինժեներագեոդեզիական հետազոտում և 7-ը՝ շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն։ Կառավարությունը տնտեսվարողների համար նոր առաջարկ ունի։ Կրկնապատկվում է գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը։ Ներկայումս մեկ քաղաքացին, մեկ ֆերմերը կարող է մինչև 250 միլիոն դրամի սարքավորում, գյուղատնտեսական սարքավորում ձեռք բերել, եւ մենք ունենք բազմաթիվ ֆերմերներ, հատկապես խոշոր ֆերմերային տնտեսություններ, որոնք որ այսպես ասած ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ են զբաղվում, նրանք վաղուց հատել են այդ շեմը եւ չեն կարողանում մաչելի պայմաններով ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկա, ինչը խոչընդոտում է նրանց հետագա տնտեսական զարգացմանը։ Այս առումով մենք 250 միլիոն դրամի շեմը բարձրացնում ենք մինչև 500 միլիոն դրամի, որը կօգնի, որպեսզի տնտեսվարողները ավելի շատ գյուղտեխնիկա կարողանան մաչելի գներով ձեռք բերեն։ Նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հետաքրքրում է։ Ենթադրենք ջերմոց կառուցելու համար անհրաժեշտ է կռունկ։ Կռունկը գյուղատնտեսական տեխնիկա չի դասական իմաստով, բայց այս ծրագրի շահառուները կարող են օրինակ կռունկ գնել։ Մենք ունենք մեկ ծրագիր, որը գյուղատնտեսական տեխնիկային է վերաբերում, եւ ունենք այլ ծրագրեր, որոնք որ այլ ծրագրերով հնարավոր է։ Այս ծրագիրը միայն գյուղատնտեսական տեխնիկային է վերաբերվում։ Այս պահին 23 միլիարդ դրամի տեխնիկա է ձեռք բերվել մեր տնտեսվարողների կողմից այս ծրագրի շրջանակներում։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը զեկուցում է Հայաստանի Հանրապետությունում վարորդը կունենա թվային վկայական։ Պլաստիկ քարտ չունենալը տուգանք չի առաջացնի։ Մեր օրենսդրական փաթեթով հնարավորություն ենք տալիս ֆիզիկապես հաշվառման վկայագրի եւ վարորդական վկայականի պլաստիկին զուգահեռ ունենալ նաեւ թվային տիրույթում թվայնացված տարբերակը։ Այս վկայագրերի եւ ՀՀ տարածքում իրավաչափ համարել, թույլատրելի համարել նաեւ թվային տարբերակով վարորդական վկայականների եւ հաշվառման վկայագրերի շրջանառությունը։ Պայմանական սա նաեւ թույլ կտա հետագայում բարեկային ծառայության կողմից, եթե կա որևէ ճանապարհային երթևեկության կանոնի խախտում, եթե անձը չունի պլաստիկ վկայականը, բայց կա թվային տարբերակով վկայականը, սա չի հանգեցնի որևէ ձևով վարչական պատասխանատվության կիրառման։ Համապատասխան որոշման նախագծի մեկ այլ կետով տրանսպորտային միջոցների առքուվաճառքը թվային հարթակում իրականացնելու նախաձեռնության շրջանակում քաղաքացիներին հնարավորություն կտրվի հաշվառման համարանիշ ստանալ նաև փոստային առաքմամբ, եթե առաջին անգամ է գրանցումը տեղի ունենում։ Ներքին գործերի նախարարը տեղեկացնում է հավելյալ գումարով հնարավոր է վարորդական իրավունքի քննությունը վերահանձնել մյուս օրը։ Առաջին անգամ բացասական ստանալու դեպքում հաջորդ օրը քննությանը մասնակցելու համար սահմանել հավելյալ վճարով քննությունը հանձնելու հնարավորություն, այն կկազմի 45000 ՀՀ դրամի չափով, եւ առաջին անգամ բացասական ստանալու դեպքում, եթե ոչ թե հաջորդ օրը անձը ցանկություն ունի, այլ երրորդ օրը, ապա այս դեպքում կրկին էքստրա վճարի տրամաբանության մեջ եւս 30000 ՀՀ դրամ վճարելու
պայմանով անձը կարող է շատ ավելի սեմ ժամկետում հանձնելու քննությունը։ Կառավարությունը չզեկուցվող հարցերի թվում ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին եւ ռազմական ոստիկանության մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծի փաթեթը, ըստ որի վարժական հավաքներից խուսափելու համար պատիժը կխստացվի։ Փաստաթղթեր կեղծելու եւ խաբեության այլ ճանապարհով վարժական հավաքներից խուսափելու համար 2 ամսից մինչև 2-ից 5 տարի ազատազրկում կսահմանվի։ Հասմիկ Վահրադյան, Արմալուր։